Հարցրեցի ես բարձր սարերի սիրտը բարի է, սարերս է կորտեղ գտնիմ իմ յարի, չեմ տեսել քանի տարի է, ձենս թող լսես սարի տակ սպասեմ, կհասնիմ վարար կետի նման, գիրկը կտրնիմ, տակ համբույր կառնիմ. Ես գուզեմ եղնիմ կաթիլը անձրևիտ, ես մերնիմ քունազանքով շանժու ձևիտ, ես դառնամ ամեն մեշողը արևիտ, իմ սեր. Ես գուզեմ եղնիմ դարերը սազերիտ, ես ղուրբան եղնիմ քնկուշ քունազերիտ, ես դառնամ սեպյուր քամին քու մազերիտ, դու իմ սեր. Սարերի հովը, բերեց քուքովը, օրել կյանքում չբաժնվինք, սերն ու կարոտը, վերինք ու մոտը, օր բախտի թելերով կապվինք, քամին ու հողմը, տարանք ու կողմը, օր միանանք ու դառնանք մեկ, ամենաթանկը, Աստծո օրտանքն է, օր սիրել. Հարցրեցի ես քիչ քամիներին, կամ ու աչքանթերի է, քամիներին չգտնիմ իմ յարին, չեմ տեսել քանի տարի է, շունչս թաղարնի, կամ ու պես ավարնի, դաշտերում իրան ես կսպասեմ, գիրկը կթռնիմ, տակ համբույր կառնիմ. Ես գուզեմ եղնիմ կաթիլը անձրևիտ, ես մերնիմ քունազանքով շանժու ձևիտ, ես դառնամ ամեն մեշողը արևիտ, իմ սեր. Ես գուզեմ եղնիմ դարերը սազերիտ, ես ղուրբան եղնիմ քնկուշ քունազերիտ, ես դառնամ սեպյուր քամին քու մազերիտ, դու իմ սեր. Քուքովը, օրել կյանքում չբաժնվինք, սերն ու կարոտը, վերինք ու մոտը, օր բախտի թելերով կապվինք, քամին ու հողմը, տարանք ու կողմը, օր միանանք ու դառնանք մեկ, ամենաթանկը, Աստծո օրտանքն է, օր սիրել. Հարցրեցի ես բարձր սարերի, հարցրեցի քամիներին գիշ, պես է կորտեղ գտնիմ ես իմ յարի. Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և ցանկացած միջավայրի կահույք և տեղական և արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաև պատվերներ։ Իմպերիա, գնի և որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է Դավ Շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները։
ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից, մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում, եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջհատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Բարի եւ խաղաղ երեկո ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր այս պահին գիտում են Ֆորտունա հեռուստաընկերություն, սա բացենյակն է, երաժշտական, տեղեկատվական, ինչպես նաեւ ժամանցային, որը յուրաքանչյուր շաբաթ երկիրակի 20:00-ից բացում է իր եթերային դռները։ Բարի գալուստ բացենյակ։ Բացում է իր եթերային դռները ու երբեք չի փակում իր եթերային դռները։ Այո, չի փակում, որովհետեւ եթե հենց այս պահին չեք կարողացել դիտել հաղորդումը, ուրեմն կարող եք դիտել մեր YouTube-յան էջում եւ իհարկե սոցիալական բոլոր էջերում։ Բարևներ բոլորին, ցանկանում ենք հրաշալի տրամադրություն եւ առաջարկում ենք չխախտելով մեր բացենյակի կանոնները եւ ավանդույթները մի հատ իրացին լսենք։ Այ լսենք իմ սիրած երգը, հա։ Լսենք քո սիրած երգը, որն է։ Սեր կա երկնքում Երևանի, չէ՞։ Լսենք հիմա տեսնենք ռեժիսորը գիտի թե չգիտի։ Սերս երամ սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Սերս երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Չգիտեմ անկեղծ ասած ինչու եմ ես ալիս Ինչու են իմ աչքերը թաց Երջանկությունից են արցունքները իմ գալիս Քեզ է սիրտը իմ սիրահարված Չթողնես էլ ինձ քո գրկից բաց Սերս երամ Սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Սերս երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սերս երամ
Անծանոթ քաղաքը քեզ հետ տուն է ինձ թվում Համբուրում եմ քեզ աչքերս փակ Որ թվաց է մոլորակը թարս է պատտվում Որ առնես դու ինձ քո գիրկը տակ Գիշերվա կեսին աստղերի տակ Սերած երամ սիրտս տանի Ու ամպերի նման մեզ վերև հանի Սերած երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սերած երամ սիրտս տանի Ու ամպերի նման մեզ վերև հանի Սերած երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սերած երամ սիրտս տանի Ու ամպերի նման մեզ վերև հանի Սերած երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սերած երամ սիրտս տանի Ու ամպերի նման մեզ վերև հանի Սերած երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սեր կա երկնքում Երևանի Մենք շարունակում ենք մեր եթերային ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, եւ իհարկե ներկայացնում ենք մեր հաղորդման գործընկերներին։ Հաղորդման գործընկերն է Իմպերիա կահույքի սրահը, որը գտնվում է քաղաք Վանաձոր, Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 հասցեում ձեր տան համար նախատեսված բոլոր կահույքները, որ նախատեսված են ձեր տան ննջասենյակի, ինչպես նաեւ հյուրասենյակի համար եւ բոլոր սենյակների համար կարող եք ձեռք բերել այդ հասցեով։ 033 34 60 60 033 35 60 60 շնորհակալություն Իմպերիան ասում է գնի եւ որակի հարմարավետությունը հենց այս հասցեում է Իսկ Դավշինն ասում է վերանորոգեք ձեր բնակարանը մեզ հետ մաչելի գներով Դավշին նշինարական կազմակերպությունը գտնվում է Աղաան 48 հասցեում կոտորակ 1 հասցեում հեռախոսամար 0322 46600 091 046600 098 17 26 62 Ցանկացած բան, որն առնչվում է շինարարության հետ այս հասցեում կա, այնպես որ կարիք չկա տարբեր խանութներ գնալ, խնայել ամենակարևորը ժամանակը եւ տնտեսելով գումար կարող եք իրականություն դարձնել ձեր բնակարանի շինարարությունը։ Հարթաշուրթը ո՞րն է։ Նույն ինքը պլասկա գուցի։ Հարթաշուրթ։ Այո, հարթաշուրթ։ Հարթաշուրթ էլ կա, այո։ Մանրական պտուտակահան։ Ես հասկանում եմ, թե դու հատուկ տերմիններ ինչի համար ես օգտագործում։ Դավշին շինարական կազմակերպությունը հրաշալի օգնում է Ռաֆին տիրապետելու գործիքակազմի հայերեն լեզվի տարբերակները։ Այնպես որ հարգելի հեռուստատողներ, գնեք գնումներ կատարեք Դավշինի հետ, եթե շինարարության հետ կապված ծրագրեր կան։ Ասում ենք շնորհակալություն, եթե գեղեցկանալու հետ կապված ծրագրեր կան, Նե Վարդանյանը այս հարցում ձեզ կօգնի։ Իհարկե նաև Մարիա Բյութի սալոնը, Նե Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոնը գտնվում է Տիգրան մեծ 39 կոտորակ 1 հասցեում, իսկ ահա Մարիա Բյութի սալոնը քաղաք Վանաձոր, Համբարձումյան 17 կոտորակ 2 բազում թաղամաս։ Չէ։ Ժամանակին հիմա այլևս ժամանակներ փոխվել են, հիմա չեն ստանում։ Հիմա չեն ստանում։ Հարգելի հեռուստատողներ, ասում ենք շնորհակալություն մեր գործընկերների հոլովակներն ենք դիտում, հետո վերադառնալու ենք երաժշտական կատարումից, հետո վերադառնալու ենք արդեն խոսելու կարևոր ծրագրի մասին։ Ինձ թվում է այսօր։ Ինչ ենք ապրելու։ Զգում է։ Ինչ ենք ապրելու։ Ապրելու ենք հայկական ժողովրդական բարերի ներքո։
Երխուշտը։ Կամ խոսելու ենք դրա մասին։ Քոչարի։ Քոչարի երխուշտը։ Հա, խոսելու ենք դրա մասին։ մասին։ Լավ, տեսնենք, էլ ինչ ենք անելու եւ ինչ ենք բացահայտելու բարի լեզվով։ Վերադառնանք 83 վայրկյանից։ Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճողի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր դիտում են Ֆորտունա հեռուստաընկերության եթերային աշխատանքը, մենք բաց սենյակում ենք եւ բացել ենք մեր սրտերը ձեր առջեւ եթերային տարբերակով հարգելի հեռուստատողներ եւ ուղարկում ենք ողջույններ այստեղից Հայաստանի բոլոր անկյուններ, Վանաձորից եւ իհարկե նաեւ աշխարհի ցանկացած կետում, որտեղ նայում են բաց սենյակ։ Այո։ Իսկ այժմ մենք պետք է սիրով ներկայացնենք մեր հյուրերին, բայց մինչ այդ որպես նախաբան ներկայացնեմ այս տարվա մայիսի 9-ին լինելու է հետաքրքիր շատ գեղեցիկ եւ հրաշալի միջոցառում, խոսքը պայքար հանուն գոյության միջոցառման մասին է, որը մեր անցած ճանապարհի հայ ազգի ճակատագրի եւ առասարակ մեր բանակի մասին է։ Այդ ամեն ինչի մասին մենք խոսանք մեր հարգարժան եւ սիրելի հյուրերի հետ։ Մուշ պարային համույթի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց բալետմայստեր Արտուր Թորոսյանն է մեր տաղավարում, Հայասա պարային համույթի գեղարվեստական ղեկավար պարուսույց եւ բալետմայստեր Տաթև Բրուտյանն է մեր տաղավարում, մենք ասում ենք բարի գալուստ եւ ողջույն։ Բարև ձեզ։ Պայքար հանուն գոյության։ Ինչ եք ուզում ասել Արտուր։ Ճիշտն ասած, իմ սցենարի մեջ, քանի որ ես եմ սցենարը կառուցել, իմ սցենարի մեջ մտածել եմ մեր հայ ազգի անցած ճանապարհը, ինչպես ենք մենք պայքարել, ինչպես ենք գոյատևել, ինչպես ենք գոյատևում։ Իմ մտահղացումներս եղել են մեր ազգի անցած պատերազմները, ինչի մեջով ենք մենք անցել։ Պայքար հանուն գոյությանը պարային միջոցառում է, ներկայացում է, ավելի փորձենք
ներկայացնել մեր հեռուստադիտողներին, թե ինչի մասին է խոսքը։ Եվ ինչու հենց մայիսի 9-ը։ Իհարկե ընդհանրում եմ, բայց ուզում որ դուք ասեք, այդ ինչու՞։ Երևի թե բոլորս է գիտենք, որ մայիսի 9-ը ինչ օր է, մեր հաղթանակի օրն է։ Ճիշտ է, վերջերս արդեն չեն նշում մայիսի 9-ը, բայց մեր սրտում մնացել է մայիսի 9-ը։ Եվ գալու է այդ երազանքն։ Այո, եւ գալու է այդ օրը, մենք նշելու ենք փառքով։ Մեր Շուշի ազատագրումով, մի խոսքով մնացած։ Այո։ Լավ օրերով։ Ինչ է սպասում, ինչ եք առաջարկելու հանդիսատեսին։ Հանդիսատեսին առաջարկելու ենք մեր արցախյան պատերազմներից դրվագներ, 92 թվականի քառօրյա եւ 44-օրյա պատերազմներից դրվագներ, ամեն պարապմունքին փորձերի ժամանակ միշտ վերապրում ենք այդ ամենը եւ այդ օրներ մի փոքր էլի վերապրում կլինի, շատ հույզեր, ուրախություն, հաղթանակ, կռիվ ամբողջությամբ խառնվում են իրար հետ, զետեղվում են, բայց հուսանք, որ վերջո ամեն բան հաղթանակով կավարտվի։ Նպատակը ո՞րն է, Ժորդ, ինչ նպատակով եք դա անում։ Այսինքն մենք ունենք այսօր մեր պատմական անցյալը նորից այս դեպքում ձեր պարագայում, հա, բարի լեզվով հիշեցնելու, թե ո՞րն է նպատակը եւ ո՞ց ծնվեց այդ նպատակ տանող գաղափարը։ Ճիշտն ասած կարող եմ ես պատասխանել, քանի որ ես անցել եմ այդ ճանապարհով։ Մասնակցել եք։ Այո, մասնակցել եմ 91-92 թվականների պատերազմների միջով անցել եմ։ Դրա համար չգիտեմ ինչի իմ մոտ եկավ այդ ամեն ինչը, որ կարելի է մեր ազգի համար գոնե ներողություն, գոնե մի անգամ ինչ-որ մեկս անենք, հիշենք մեր նահատակված մարդկանց, մեր զինվորներին, մեր մեծերին, ովքեր որ այսօր ֆիզիկապես մեր հետ չեն։ Ի պատիվ նրանց ցանկացա, որ այս ամեն ինչը ցավոտ չէր թեման, որպես մասնակից։ Իհարկե, ցավոտ է ամեն փորձի ժամանակ ես անցնում եմ այդ ճանապարհը։ Հիշում եմ իմ այդ անցած ամեն ինչը, ինչի մեջով մենք անցել ենք, ինչի եմ ասում ենք, որովհետև մենք, ես չեմ ուզում ասել, որ ես, պարզ է, որ ես անցել եմ, բայց մեր ազգը անցել է այդ ամեն ինչի մեջով, ճիշտ է, մի քիչ ծանր ներկայացում այնք եղնելու, բայց թե ինչ հարած իրականություն նպատակը նա է, որ չկոտրվենք, որ թեկուզ մի փոքր հողակտոր անգամ մեծ ոգով ու պայքարով լցվենք, որ այդ հողակտորն անգամ կարողանանք պահպանել ու ոչ մի դեպքում չկոտրվի հայ ազգը։ Ես հիշում եմ 2020 կամ կարծեմ 2019 թվականներ, երբ որ մենք միասին մտածում էինք այս միջոցառումը իրականացնելու մասին եւ սկսվեց 44 օրյա պատերազմը։ Մինչ այդ սցենարը ինձ թվում է ուրիշ է եղել, հետո փոխությունների ենթարկվեցին։ Սցենարային առումով ինչ պետք է անել եւ ինչ է կարել, որպեսզի, ինչպես ասում են, հա, հասկանում ենք ամեն ինչ տխուր, որպես վերջաբան չգնա, որպես ինչ փոփոխությունների հատկապես հա պատմական այս իրադարձությունների փուլում, այսինքն չի ավարտվում ի վերջո պատերազմը, բայց դուք խոսում եք պարով պատերազմի լեզվով։ Ասեմ, որ նախորդ ասեմ, որ մի անգամ ես փորձ ունեցել եմ, ճիշտ է այն ժամանակ 18 թվականին էր ինչքան հիշում եմ, 18 թվականին էլի նույն պարային ներկայացում ունեցել եմ, բայց քառօրյա պատերազմի վերաբերյալ մի փոքր կտոր, որտեղ որ կար, ասենք հաղթանակ, կար պարտություն, հետո դրանից հետո ծնվեց այլ Ռաֆոյի ասած այս մեր մտահղացումը, ինչը որ մենք 20 թվականից էր, 20 թվականի սկիզբն էր, սկսեցինք մտածել մի քիչ ավելի լայնածավալ անենք այս ամեն ինչը, ոչ թե փոքր մասնիկներ, ու տեղից սկսվեց մեր այսօրվա այս ամսի 9-ի ներկայացումի մտածած ծրագիրը, ինչը կարելի է անել։ Միան կարամ ասեմ, որ այս ներկայացման մեջ մեր հաղթանակները քիչ են։
այս ներկայացման մեջ, իսկ անցածի ժամանակ հաղթանակները շատ էին, ուրախ տրամադրություն այն մյուսը շատ էր, լավն էր, այստեղ մի քիչ մի փոքր ցավը շատ էր, հա։ Երևի այդքանը։ Ովքեր են մասնակիցները ձեր համույթների սաները։ Մասնակիցները համատեղ են։ Մուշպարային համույթն եւ հայասապարային համույթը միատեղ կազմակերպել ենք։ Ընդհանուր քանի շատ ուժեղ է։ Մեր թիմը 50 հոգի կլինեն բեմում։ Կլինեն։ Մեծ մոտավորապես։ Լինելու են դեմքեր, շատ հետաքրքիր կլինի տեսնել պարողների հետ միասին բեմում, բայց դա իհարկե անակնկալ է, չենք բարձրաձայնի։ Ես տեղեկացնեմ նաև մեր հեռուստատեղներին, որ մայիսի 9-ին ժամը 18:00-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Տոմսերի համար դուք կարող եք դիմել Facebook-ում, թեկուզ որոնել մուշպարային համույթ եւ այնտեղ տեղեկանալ կամ գրել անձնական, որպեսզի իմանաք թե ինչպես կարելի է մասնակից դառնալ միջոցառմանը։ Մուշպարային համույթ, հայասապարային համույթ, մեծ հայք, ներողություն, մեծ հայք պարային համույթն է, չէ՞ մասնակցում։ Մասամբ մասնակցում են, բոլորը չէ, բայց մասնակցում են։ Եթե փորձենք միջոցառումից ներկայացումից, պարային որոշակի հետաքրքիր պատմություններ, գուցե արդեն իսկ բախված դժվարություններ, որ կուզենանք մեզ հետ կիսվեք։ Կամ դեպքեր, որոնք վերցված են իրականությունից, այդպիսի։ Ինչի հանդիպեցիք այս ծրագրի մեկնարկելուց։ Հուսական մեծ դժվարությունների առաջին հերթին, որովհետև ներկայացման մեջ ունենք մասնակից երեխաներ, ովքեր Արցախյան պատերազմի ժամանակ եկել են Վանաձոր, այդ երեխաները եւս մասնակցում են միջոցառմանը ու նրանց համար ել ավելի կրկնակի հուզմունք է, որ այդ ամեն ինչը վերապրելին ու հիմա նորից նույնը վերապրելու են բեմում։ Մեծ համար դժվարությունն է, որ այդ հուզական պահը ստաբիլ կարողանանք պահենք, հա։ Այսինքն ուզում եմ հասկանալ Արցախից բռնի տեղահանված են այդ երեխաները, թե հենց մասնակից են պատերազմներին։ Դե 44 օրյա պատերազմին, երբ որ արդեն սկսեցին տեղահանել, այդ ժամանակ իրենք տեղափոխվել էին ուղղակի, չէ, բայց մեր տղաներն էլ ովքեր որ մասնակից են ներկայացմանը, նրանք բոլորը մասնակցել են այդ պատերազմին։ Միջոցառման վրա դուք ինչպես ասում եք, շատ մեծ ջանք ու եռանդ եք ծախսում, ինչպես ասում են, եւ ամեն ինչ չէ, որ երևում է կողքից։ Ուզում ես հարց անպայման տալ, քանի որ ոչինչ գաղտնի չէ։ Ձեզ օգնող ուժ կա, որպեսզի դուք կարողանաք կազմակերպել միջոցառում։ Ինչ որ մարդիկ, ովքեր շահագրգռված են, գոնե իրենց ներդրումն անել, որպեսզի ձեր միջոցառումը կայանա, թե ձեր ուժերով եք ամեն ինչ ներկայացնում։ Կան մարդիկ, այն օր մի քիչ առաջ որ Տաթևն ասա, որ մենք անակնկալներ ունենք, չենք ուզում բացենք այդ փակագծերը, ովքեր են անակնկալների մեջ մտնում, բայց ունենք շատ մեծ թիմ, շատ հզոր թիմ, որ իմ ու քուչ կա։ Այսինքն որս ինչ գործի մեջ կեղնենք, խոսքի օրինակ ես ինչ որ մի հարցով զբաղված եմ, ինչ որ մի բարի մաքրելով բան, մյուս հարցերով զբաղված։ Թիմը շատ ուժեղ է։ Ես գոհ եմ իմ թիմից, մեր թիմից, որովհետև բոլորի ուղղությունը մի կետի վրա է, որ պարտադիր պետք է հասնենք մեր նպատակին։ Բայց այդ մարդկանց անունները չենք կարող տալ։ Հետաքրքիր է ներկայացումը ունի լավատեսական նշաձող ասեմ, ուժ ասեմ, չգիտեմ, ինչպես կարող եք ընկալել հարցս, այսինքն մենք անցանք այս պատերազմներով, ինչ տարանք, ինչ կորցրեցինք ու հիմա մեզ ինչ է սպասում։ Կա այդ ուժը կա, վերջաբանն է, հենց կակրած վերջաբանն է, որ այնտեղ մենք չենք ուզում, որ հայազգը կոտրված լինի։ Այսինքն մենք հույսով, հավատով սպասում ենք, որ մենք մի օր պետք է ունենանք մեր հաղթանակը։ Ճիշտ է, մենք հաղթանակներ շատ ենք նշել, 90-ականներից շատ ունենք հաղթանակներ նշած, բայց այդ հույսը չենք կորցնում, որ մենք էլ ունենանք, մի օր մենք ենք ունենալ այդ հաղթանակը եւ գլխիկոր չենք մնալու։ Ռազմական պարերկներս, ռազմական պարերն կան ներկայացման մեջ, որովհետև մեր պատմության ցանկացած էջում մենք առիթ ունեցել ենք, հա, տեսնել ինչպես էին պայքարի մեջ տղաները պար բռնում։ Այո, հիմա ասենց ասեմ, որ պարային լեզուն մի քիչ դժվար լեզու է, ասինքն
ժեստիկուլացիա կա, բան կա, ասենք դերասանը ինչպես է բառերով կարող է հասցնի, չէ՞։ Մերը բառային լեզուն ամեն ինչը միմիկայի, ժեստերի, շարժումների վրա է, ինչը որ մի քիչ բարդ է ստացվում, որ բառային լեզվով ժողովրդին հասցնես այն ինչը որ դու ուզում ես։ Ինչը որ կա մեր ծրագրի մեջ այդ բառային համարները, կարեցել ենք Բան չմնաց։ Սցենարային առումով կամ բեմադրության առումով տանը վեճեր լինում են ձեր երկուսը։ Դա իհարկե, եւ դա ասում է առաջինը։ Այո։ Դա ինչի համար, որովհետեւ երկուս էլ նույն մասնագիտությունն ունենք, չի կարող եղնի դա առանց այդ վեճերի չի կարող եղնի։ Իհարկե 20 թվականից այս կողմ այդ վեճերը կան։ Լդր մենք ամուսնացած չէ, բայց այդ վեճերով այս սցենարը գրվել է։ Եվ արտանում ենք ներկայացնում։ Վստահ եմ, որ միջոցառումը շատ լավ կանցնի եւ եթե ու ամենայն անկեղծության պասիմ, եթե լավ լինի, պետք է նաեւ շարունակել, չէ՞, միջոցառումը արդեն ուրիշ քաղաքներում ներկայացնել։ Այո, շարունակական է լինելու, ինչքան հնարավորություն ունենք, պետք է շարունակենք ոչ միայն Հայաստանում, մտադրություն ունեմ Հայաստանից դուրս, ինչքան կստացվի չեմ կարող ասեմ Վերև Աստված ներքև մենք։ Իսկ հետաքրքիր հյուրերի ցանկում այդ պատերազմների բովով անցած մարդիկ, նրանց հարազատներ, ընկերներ ունենք։ Անպայման։ Ակնկալիքներ ինչ եք ակնկալում Վանաձորցի հանդիսատեսին եւ ինչ ունեք ասելու տեսախցիկը ձեզ է նայում։ Մեր հանդիսատեսին ցանկանում եմ, որ լինեն էլ ավելի ակտիվ, որովհետև ունենք շատ լավ հանդիսատես, շատ պարասեր, արվեստասեր հանդիսատես, ցանկանում ենք, որ լինեն ակտիվ եւ այդ կանը։ Եվ գան։ Հաստատ կկորցնեն ոչ թե մեր ներկայացումն է, դրա համար եմ ասում, հաստատ կկորցնեն այն, ինչը որ չեն տեսնի մարդիկ։ Այսինքն ովքեր որ չեն գա։ Ես բան չունեմ ասելու, այսօր հենց ժամանակահատվածա, որ նեղադրելու չէ ոչ մեկին, բայց չեմ էլ ուզում գովամ մերես ներկայացումը, ասեմ մարդիկ կգան, իրանց գնահատականը կտան։ Շատ կարծիքով տենց ավելի ճիշտ կեղնեմ։ Շատ լավ, շնորհակալություն, հաջողություններ ենք մաղթում եւս մեկ անգամ հիշեցնում ենք մայիսի 9 ժամը 18:00 Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն Տոմսերի համար կարող եք դիմել այս հրաշալի մարդկանց կամ գրել իրենց պաշտոնական էջերին։ Շնորհակալ Տեր Ֆորտունա, հարգելի ուսանողներ, կվերադառնանք քիչ անց, իսկ մայիսի 9-ին ընթառաջ ուրեմն ձեզ շտապում ենք խորհուրդ տալ անպայման ներկա գտնվել եւ այո, եթե չունես պատմություն եւ հիշելու կարողություն, այդ պատմությունը ուրեմն վստահ եղիր, որ ապագան եւս չոր ու անորոշ է։ Իսկ պայքարը հանուն գոյության միշտ պետք է լինի։ Եթերում թեբեմում չէ։ Այո։ Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու պար, ձեռքերի մեջ առնական, պայքարն է հաղթական։ Առավոտ կելնեք սարը, կկանչի սուրնի խաղը, թող աշխարհը բռնի պարը, Յարխուշտան։ Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու բար, ձեռքերի մեջ առնական, հայ պարն է հաղթական, մշահ ու սասնա պարը մեր, հետեղեք ձեռքերը վեր, տեսարկեք դողան սրտեր, քեզ ղուրբան զենքի ընկեր, առավոտ կելնենք սարը, կկանչի սուրնի խաղը, թող աշխարհը բռնի պարը, Յարխուշտան։
ուշը թափտուր թափարա Հեշտամին փախչի վարուվեր Ես ուրբան սենքի ընկեր Առավոտ կելենք սարը Կկանչի զորնի խաղը Թող աշխարը բռնի բարը Յար խուշտա Ինձ երերտատողներ մենք արդեն պետք է ամփոփենք այսօրվա հաղորդումը եւ հաղորդման վերջում հիշեցնենք մեր հաղորդման գործընկերներին Իմպերիա կահույքի սրահն է մեր հաղորդման գործընկերը Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 033 34 60 60 033 35 60 Իմպերիա գնի եւ որակի համադրություն Հաղորդման գործընկերն է Դավշին շինարարական կազմակերպությունը, որը գտնվում է քաղաք Վանաձոր 48 կոտորակ 1 հասցեում շինարարության հետ կապված ամեն բան առաջարկվում է այս հասցեից եւ նույն վայրից ամեն ինչը որ շինարարության հետ կապ ունի։ Դավշին առաջարկում է վերանորոգել ձեր բնակարանը մատչելի գներով 091 0466 009 8 17 26 62 Ռեկորդը թարմացված է, տեսեք ինչ արագություն։ Այո։ Այցելեք նաև Նոր Վարդանյան դիմարդարման ուսուցման բուժական կենտրոն Տիգրան Մեծի 30 կոտորակ 1 եւ Մարիա Բյութի սալոն Քաղաք Վանաձոր Համբարձումյան 17 կոտորակի 2 հասցեներում եւ արդեն այստեղ էլ կարող եք վարսահարդարման բոլոր հմտություններին տեղում ծանոթանալ ընդգծելով հենց ձեզ ամենասազականը։ Այո։ Ահա եւ վերջ։ Այնինչ ես գիտեմ դու ես հասկանում եմ որ դու դա ես առաջին ավտոմեքենան Արգելի հեռուստատողներ շնորհակալ ենք որ նախորդ րոպեներին բացեինակի հետ եք շարունակեք տել Ֆորտունա եթե հաղորդումը չհասցրեցիք դիտել այս տարբերակով հիշեք որ կարող եք հետևել մեր հաղորդումներին YouTube-յան մեր էջում սոցիալական մեր բոլոր էջերում մեր հաղորդումները եւ առհասարակ մեր եթերը հասանելի է Ovio Team Telecom եւ իհարկե Ucom բջջային օպերատորների եւ տարբեր կաբելային ցանցերի միջոցով Հայաստանում ու Հայաստանից դուրս Ֆորտունան գործում է։ Ուստի բարի եւ խաղաղ երեկո ենք մաղթում հենց ձեզ, որ Ֆորտունայի ալիքը երբեք չեք փոխում։ Ուստի թե ուստա։ Ուստի։ Ուստան վարպետ է նշանակում։ Ուստան վարպետն է։ Ուստին ուստիներ։ Ուստի։ Ուստիան։ Ուստին Քաջնազարի կինը։ Ուստին քանի որն է։ Քաջնազարի կինը դիտեք Ֆորտունայի եթերը։ Շանեկեք դել Ֆորտունա ես շատ եմ սիրում։ Շատ չի դադարում թե սիրել չի դադարում։ Ես քո ստվերը դարձա, որ այսօր հասնեմ քո լույսին Ամեն ինչ գիտեմ ես քո սրտի մասին Աննկատ ես դարձա, որ իմ սերը դու նկատես Հենց քեզ հանդիպել եմ, հասկացել եմ, որ սիրում եմ քեզ Սերը մեզ կտանի Տաք ու սիրուն քաղաքն է Քեզ համար կար տասանի Հաղթր սիրո նոր խոսքեր Սերը մեզ կտանի Երջանկության հետ միտուն Նոր կա մի հատ բանալի Դա եմ պահել իմ սրտում
ես հաստատ, առաջինն է սիրտը զգացել, ամենուր փնտրել եմ ու գտել հասցել, ժամանակ չի հոսում, երբ որ դու ինձ հետ ես խոսում, ամեն ինչ քո շուրջն է, իմ կամուրջն է, լուրջ եմ քեզ ասում, սերը մեզ կտանի, տաք ու սիրուն քաղաքներ, քեզ համար կարտասանի, քաղցր սիրուն օր խոսքեր, սերը մեզ կտանի, երջանկության հետ միտուն, ուր կա մի հատ բանալի, դա եմ պահել իմ սրտում, տաք ու սիրուն քաղաքներ, քեզ համար կարտասանի, քաղցր սիրուն օր խոսքեր, սերը մեզ կտանի, երջանկության հետ միտուն, ուր կա մի հատ բանալի, դա եմ պահել իմ սրտում, Գործընկերն է։ Իմպերիա խանութ սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և ցանկացած միջավայրի կահույք և տեղական և արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաև պատվերներ։ Իմպերիա, գնի և որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավ շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե և ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով և փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների և ֆիրմաների, սկսած 18,000 դրամից, մետաղական և ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ և գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ և խողովակներ, ջրի և կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ և սալիկներ, որոնք առկա են և հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի և լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի և փայտի, ձգվող և ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում, եվրոպատուհանների և եվրոդռների 100,000 և ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջհատային ցանց, տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է, գործում է կանխիկ, քարտային և ապառիկ գնման տարբերակներ։ Դավ շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական և ուսուցանման ստուդիա։
ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։